Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանին անցանկալի անց ճանաչելու։ Այսօր մեր 16 ընկերներ փաստորեն գրական գործ հարուցելով տարբեր խափանման միջոցներով տնային կալանք ստորագրություն չբացակայելու։ Մենք հետամուտ ենք լինելու, որ մեր ընկերներին բաց թողել։ Մենք վստահաբար գիտենք ճանապարհը որն է։ Ճշում այնտեղ, որտեղից Փաշինյան Նիկոլը վախվորած մի զանգի պիտի պատասխանի։ Մենք այդ ճշումը պիտի իրականացնենք։ Իսկ այժմ ես ցանկանում եմ խոսքը տալ մեր լավագույն ընկերներից մեկին Գրիգորի Գրիգորյան, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, բայց մինչ այդ երկու խոսք ասել։ Արդեն կա որոշում, որ Գերմանիայից Հայաստան է տեղափոխվում մի զորամաս, որի մասին կարծում եմ իշխանությունները փորձում էին թաքցնել, բայց այնուամենայնիվ այդ տեղեկատվությունը սպրտեց դուրս եւ այդ զորամասը 151 տեխնիկական միջոցներով Հայաստանում է գալու հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցելու զորավարժությունների, ընդ որում աֆրիկյան խոզի համավարակի դեմ Հայաստանում նման համավարակներ չկան, ինչու են իրենք գալիս։ Մենք կրկին ասում ենք, որ Հայաստանը կենսաբանական լաբորատորիաներով դարձել է փորձադաշտ, առավել ևս, որ խտանում են ամպերը մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Մենք չենք բացառում, որ Հայաստանի տարածքը այդ առումով կարող է դառնալ որոշակի հարթակ։ Ուստև Հայաստանում գործող 13 կենսաբանական լաբորատորիաներ մենք ասում ենք դուրս եկեք այս տարածքից։ Այդ թվում ոչ մի զորամաս Գերմանիայից ՆԱՏՕ-ի լինք թե Պենտագոնի Հայաստանում ոչինչ չունի անելու։ Այժմ խոսքս փոխանցում եմ Գրիգոր Գրիգորյանին։